Գավառ համայնքում հիմնանորոգվում են մեծ խնդիրներ առաջացնող փոքր ջրատարառուները, Արծվաքար, Հացառատ թաղամասերի, Գանձակ, Կարմիր գյուղ, Սարուխան եւ Նորատուս գյուղերի այս առուները դարձել էին հեղեղումների պատճառ։ Մշտական խոնավությունից տուժում էին հարակից տներն ու մշակելի հողերը։ Գալում էր լսում էր տներս, ճանապարհները, կեղտոտում էր, ինչքան մոքր փոխում էին, սելավը գալում էր, սաղ լսում էր տները։ Ձմեռը սորուցել մեր եղեք դասի չին կոնում իթին։ Շատ ահավոր վիճակ էր։ Այս ջուրը լսվում է այդները, այս տոնտերը, սողոմարը, այս դե չկորցե կարտոշկացանա։ Այդ մարդը տովա ոբրում։ Այս օրը վարեսի սորքեն, կոնեկը չորնա մեքիչ։ Այդ մարդն էլ կօգտվի այդ բանից։ Հողային ջրատար առուներին փոխարինելու են երկաթբետոնե կիսախողովակներն ու պողպատե անցումային խողովակները։ Շինարարությունը կատարվում է Գավառ համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով։ 5 բնակավայրում այս ենթակառուցվածքների արդիականացումն արժե 93 միլիոն դրամ, 25%-ը համայնքի, 75%-ը կառավարության ներդրումն են։ Հիմնանորոգված առուները ոռոգման ջուր կհասցնեն նաև տնամերձերին։ Նշված ոռոգման եւ ջրահեռացման համակարգերը որոշ բնակավայրերում դեռևս կառուցված էին խորհրդային ժամանակներից, իսկ որոշ բնակավայրերում ընդհանրապես արկա չէր։ Մենք լուծում ենք ոռոգման ջրի կորուստի հարցը, որը գրեթե իսպառ վերանալու է, որտեղ ջրատարները հիմնականում կառուցվել են երկաթբետոնյա վարքերով, որը հնարավորություն կտա մեզ խնայել մեր ջուրը։ Ժողովուրդը գալին, ձեռքով խորին, լրի մոքրումին, ջուրին տոնում։ Այս տոնք լրիվես կոլոդները նստերա, էլ ջուր չէ թումա։ Էդի վարտնեն կոնե մի բան էլի լավ կնի։ Ամեն ժողովուրդը կօգտվեն, ամեն ընդե ժողովուրդը կօգտվեն։ Կառավարություն համայնք գործակցությամբ իրականացվող մեկ այլ ծրագրով էլ Գավառ քաղաքում երկրորդական նշանակության, սակայն խիտ բնակեցված փողոցներ են հիմնանորոգվում։ Նույնիսկ ամենատարեց բնակիչներն այս փողոցներում երբևէ շինտեխնիկա չեն տեսել։ Անձրևների ժամանակ ահավոր էր, անցնել չէր լինում, իսկ հիմա գոյենք։ Սրանից հետո մենք շատ մարդավարի կգնանք ու կգանք։ Նույնիսկ ասենք մի հոգու քայլելու տեղ չկար, որ ասենք գնա, այստեղից անցնի դուրս գա այն ճանապարհը։ Շատ ահավոր վիճակ էր։ Հիմա իհարկե շատ լավ է։ Յասքանչար, շատ գեղեցիկ է, շատ սիրուն է։ 66 միլիոն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագիրը կլուծի ոչ միայն հետիոտների, այլև տրանսպորտային միջոցների երթևեկության խնդիրը, թեթևացնելով կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածությունը։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։